2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը հակառակորդի նախահարձակգործողության հետևանքով զոհված եւ Եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքի կտրամադրվի փոխհատուցում։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշված է, որ փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով եւ նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները, տապանաքարերը։ Նախնական հաշվարկներով փոխհատուցումը կկազմի շուրջ 10 միլիոն դրամ։ Հայաստանի կառավարությունը մտադիր է 5 տարի շարունակ իր վրա վերցնել պատգամավոր Իշխան Զաքարյանի հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրով նախատեսված կառուցապատման տարեկան վճարը։ Այդ գումարը կկազմի ավելի քան 165 միլիոն դրամ։ Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի պատիժն ազատազրկման փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի հակակոռուպցիոն դատարանում։ Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Արուշ Արուշանյանի պատիժ ազատազրկման փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու եւ դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան նոր քննության։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։ Այս մասին ասված է Մայրաթորի հայտարարության մեջ։ Մասնավորապես նշվում է. կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման կանոնադրության վերանայման, ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման եւ կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաեւ խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։ Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով եւս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը եւ նպատակը։ Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգեվոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան, ասված է Մայրաթորի հայտարարության մեջ։ Ապրիլի 9-ին ընդունել եմ Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ի թիվս այլ հարցերի զրուցակիցների հետ մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որևէ որոշում չի ընդունել Զատիկի հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով այս պահին նման որոշում չի քննարկվել նախագահի կողմից։ Այսօրվա դրությամբ գերագույն գլխավոր հրամանատարը որևէ որոշում չի ընդունել, նշել է նա առանց հավելյալ մանրամասների։ Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարվածները անիմաստ կդարձնեն Վաշինգտոն եւ Թեհրանի միջև Իսլամաբադում նախատեսված բանակցությունները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Սիոնիստական ռեժիմի Լիբանանի դեմ կրկնվող ագրեսիան նախնական հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտում է։ Սա խաբեության եւ հնարավոր պայմանավորվածությունների չկատարման վտանգավոր ազդանշան է։ Նման գործողությունների շարունակությունը բանակցությունները կդարձնեն անիմաստ, ասել է նախագահը։ Փեզեշքյանը նշել է. Իրանի զինված ուժերը ձեռքերը ձգանի վրա են պահում։ Իրանը երբեք չի լքի իր լիբանանցի եղբայրներին եւ քույրերին։ Իսրայելը մտադիր է շարունակել հարվածներ հասցնել Լիբանանում գտնվող շիական Հեզբոլլա կազմակերպությանը, մինչև այն չապահովի հրեական պետության հյուսիսային սահմանային շրջանները, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա այս հայտարարությունը արել է մեկնաբանելով Բեյրութում Ալի Յուսուֆ Հարշայի, Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղարի եւ եղբորորդու սպանությունը։ Վերջինս նաեւ նշել է, որ իսրայելական բանակը շարունակում է հարձակվել Հեզբոլլահի ենթակառուցվածքների վրա Լիբանանի հարավում, վերջերս հարվածներ հասցնելով կամուրջներին եւ ռազմական օբյեկտներին։ Մենք շարունակում ենք հարձակվել Հեզբոլլահի վրա ուժով, ճշգրտությամբ եւ վճռականությամբ։ Մեր ուղերձը հստակ է. յուրաքանչյուր ոք, ով կգործի Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ, կհարվածվի։ Մենք կշարունակենք հարձակվել Հեզբոլլահի վրա, որտեղ անհրաժեշտ է, մինչև չվերականգնենք հյուսիսի բնակիչների համար լիակատար անվտանգությունը, հայտարարել է Նեթանյահուն։
Կորեայի Հանրապետությունը մինչև 2040 թվականը 1/3-ով կկրճատի Հյուսիսային Կորեայի հետ սահմանին գտնվող ռազմական ստորաբաժանումների թիվը ցածր ծնելիության պատճառով, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ան Կյու-բեկը։ Նախկինում նախարարը հայտարարել էր արհեստական բանականության վրա հիմնված հսկողության համակարգերի միջոցով սահմանային ստորաբաժանումներում զորքերի թիվը 22,000-ից 6,000-ի կրճատելու ծրագրերի մասին։ Նպատակը նախատեսված էր 2040 թվականի համար եւ դրան կհաջորդի փուլային վերանայում։ Անհրաժեշտ չէ անհանգստանալ, որ զորքերի մակարդակը վաղը կնվազի, հայտարարել է նախարարը։ Վերջինս նշել է, որ զինվորական անձնակազմին հսկողության տեխնոլոգիաներով փոխարինելը դարձել է անհրաժեշտություն, այլ ոչ թե ընտրություն։ Ժողովրդագրական փոփոխությունների պայմաններում Հարավային Կորեան ունի աշխարհում ծնելիության ամենացածր մակարդակներից մեկը, եւ տարեցբնակչությունը նույնպես աճում է։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ծանր վիրավորվել է։ Ըստ նրա, Խամենեին վիրավորվել է եւ այլանդակվել, իսկ իրանական արդյունաբերությունը գործնականում ոչնչացված է։ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, ԱՄՆ զինված ուժերը լիովին մարտունակ են, չնայած հրադադարին։ ԱՄՆ-Իրան բանակցությունները Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կսկսվեն շաբաթ օրը եւ ինչպես սպասվում է կտևեն մի քանի օր։ Աղբյուրի փոխանցմամբ հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում։ Վերջինս Սերենա հյուրանոցն անվանել է հանդիպման ամենահավանական վայրը։ Քաղաքում անվտանգության միջոցառումները խստացվել են առաջիկա բանակցությունների կապակցությամբ։ Իշխանությունները հայտարարել են, որ այդ միջոցառումները ձևակերպել են օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը ապահովելու համար։ Այսպես կոչված կարմիր գոտին, որտեղ գտնվում են կառավարման համալիրը եւ հարակից տարածքները, ամբողջությամբ փակ է տրանսպորտի բոլոր տեսակների համար, բացառությամբ հատուկ տրանսպորտային միջոցների։ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խնդրում է առաջիկա մի քանի օրերի ընթացքում ներկայացնել կոնկրետ ծրագրեր այն մասին, թե ինչպես են նրանք մտադիր ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում։ Հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով դաշինքի աղբյուրին։ Հրադադարի մասին հայտարարությունից հետո ԱՄՆ-ի որոշ եվրոպացի դաշնակիցներ պատրաստակամություն են հայտնել ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը։ Վաշինգտոնը ցանկանում է, որ նրանք կոնկրետ պարտավորություններ ստանձնեն այս հարցում։ Խնդրանքը հնչել է դաշինքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը բանակցությունների ժամանակ, որտեղ նախորդ օրը այցելել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Գործակալությունը հայտնում է, որ հարցը քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ Պենտագոնում եւ Պետդեպարտամենտում հանդիպումների ժամանակ, ինչպես Սպիտակ տան, այնպես էլ երկու նախարարությունների խոսնակները չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։ Ֆրանսիան չի աջակցում Իրանի եւ Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելուն եւ դա համարում է միջազգային ջրերում նավարկության ազատության սկզբունքի խախտում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Սա անընդունելի է, քանի որ միջազգային ջրերում նավարկության ազատությունը ողջ մարդկության ընդհանուր ժառանգությունն է, որը չպետք է խախտվի որևէ սահմանափակմամբ կամ անցման իրավունքով, ասել է նախարարը։ Ոչ ոք չի ընդունի սա, պարզապես այն պատճառով, որ դա անօրինական է, հավելել է Բարոն։ Վերջինս նշել է, որ հրադադարի հաստատմամբ եւ բանակցությունների մեկնարկով Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի, որպեսզի մնացած աշխարհը չդառնա այս հակամարտության անուղղակի զոհը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Լիբանանի տարածքում Իսրայելի ռազմական հարվածները սպառնում են խաթարել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հրադադարը։ Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից իրականացված զանգվածային օդային հարվածները, որոնց հետևանքով զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, եւ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Գլխավոր քարտուղարը կտրականապես դատապարտում է քաղաքացիական անձանց կորուստները եւ խորապես մտահոգված է քաղաքացիական զոհերի թվի աճով։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հայտարարված հրադադարի լույսի ներքո Իսրայելի Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում այդ հրադադարի եւ տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է բոլոր կողմերին ուղղված իր կոչը անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Գրավոր հայտարարության մեջ նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի խոսքով ավելի քան 30 երկիր աշխատում է Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը ապահովելու ուղղությամբ։
Մենք արդեն աշխատում ենք այս հարցի շուրջ Միացյալ Թագավորության աջակցությամբ ձևավորված եւ ավելի քան 30 երկրներից բաղկացած երկրների կոալիցիայի հետ, փորձելով ստեղծել անվտանգության պայմաններ, որոնք թույլ կտան լիարժեք վերականգնել նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Մենք կարծում ենք, որ այս ներդրումը կարևոր է բանակցությունների այս փուլում, ասել է վարչապետը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը թեթևացում բերեց աշխարհին, բայց դեռ պարզ չէ, արդյոք այս հրադադարը կվերածվի երկարաժամկետ հրադադարի։ Նման կարծիք է հայտնել թուրքական Hürriyet թերթը, նշելով, որ իրանական հակամարտությունում չկա ոչ միանշանակ հաղթող, ոչ էլ պարտվող։ Հրատարակությունը պնդում է, որ հրադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել մասամբ Թուրքիայի ղեկավարության ջանքերի շնորհիվ, որը մոտ 50 հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերների հետ Անկարա, Վաշինգտոն, Թեհրան, Իսլամաբադ, Դոհա գծով։ Անկարան աշխատում է ժամանակավոր հրադադարը մշտական դարձնելու ուղղությամբ եւ աշխատում է ուրբաթ օր Իսլամաբադում նախատեսված Իրանի շուրջ բանակցությունների ձևաչափի եւ օրակարգի վրա։ Պատերազմում միանշանակ հաղթող չկա, բայց կա մեկ կողմ, որը չի պարտվել։ Դա Իրանն է, որի ռեժիմը մնում է անփոփոխ եւ որի հրթիռային ներուժը պահպանվում է, հայտնել է թերթի սյունակագիր Հանդե Ֆիրաթը։ Հայ հեղափոխական դաշնակցության 29-րդ արտահերթ գերագույն ժողովի եզրափակիչ նիստում եւ առաջ կուսակցության համագումարում հաստատվել է Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին 3 տասնյակը։ Պատգամավորի տեխնացուների անունների հաջորդականությունը առաջին տասնյակում հետևյալն է. Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան, Սևակ Խաչատրյան, Արթուր Խաչատրյան, Կրիստինե Վարդանյան, Աղվան Վարդանյան, Գեգամ Մանուկյան, Ագնեսա Խամոյան, Լևոն Քոչարյան։ Ադրբեջանից Հայաստան ներկրվող դիզվառելիքը սկզբում է ժաներ 410 դրամ, հիմա արդեն 420-ից 425 դրամ։ Որոշակի լցակայաններ վաճառում են անգամ 450 դրամով։ Այս մասին ասել է Մրցակցության եւ Սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը։ Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը։ Նրա հարկադիր հրաժարականը վկայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի ու ավելի որդեգրվող ավտորիտար քաղաքական ոճի, ինչպես նաև պատմական հիշողության քաղաքականացման մասին, հատկապես այն ամենի, ինչը վերաբերում է հայերի դեմ իրականացված ցեղասպանություններին, ասված է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարօրինակ սպառնալիքները հին իրանական քաղաքակրթության դեմ ցույց են տալիս ոչ թե ուժ, այլ հուսահատություն։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքմենստանում Իսլամական Հանրապետության դեսպան Ալի Մոջթաբա Ռուզբեհանին։ Դոնալդ Թրամփի տարօրինակ սպառնալիքները հին իրանական քաղաքակրթության դեմ ցույց են տալիս ոչ թե ուժ, այլ հուսահատություն այն ազգի առջև, որի արմատները դարեր են ի վեր։ Այսօր Իրանի ռազմական հզորությունը ստիպել է հակառակորդին քաղաքականապես նահանջել։ ԱՄՆ-ի կողմից Իրանի առաջարկած 10 կետանոց շրջանակի հիման վրա հրադադարի համաձայնությունը վկայում է թշնամու կապիտուլյացիայի մասին Թեհրանի օրինական պահանջների առջև, հայտնել է դիվանագետը։ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ, վիրավորվել ավելի քան 1100-ը, հաղորդում է Ալ Ջազիրան, հղում անելով Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը։ Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 112 մարդ, վիրավորվել 837-ը։ Լիբանանի քաղաքացիական պաշտպանության տվյալներով տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, եւս 1165-ը վիրավորվել է, ասվում է հայտարարության մեջ։ Իմ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կուլիսային հանդիպում տեղի չի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել եւ մենք զրուցել ենք բարեկամաբար։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հանդիպմանը։ Ես այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ տետ-ա-տետ հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին։ Պայմանավորվել ենք բարձր մակարդակով հանդիպում հունիսի երկրորդ կեսին, ասել է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հարցին, թե իր թիմակից Հայկ Սարգսյանը մեղադրանքներ է հնչեցնում բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, խոսելով բանակի մասին։ Մնացածը ով ինչ քաղաքական նկատառումով կասի, ինձ համար կարևոր են զինվորները, նրանց ծնողները եւ նրանց ծնողների արձագանքը։ Բայց դա չի նշանակում, որ բանակում խնդիրներ չկան։ Աշխարհում տենց բանակ չկա, որտեղ խնդրեմ չկա։
Աշխարհում տենց երկիր չկա, որտեղ խնդիրներ չկա։ Բայց Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը եւ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը ընդունել է բանակի կերպափոխման տեսլականը, եւ այդ տեսլականը ռազմավարությունը հայեցակարգը քայլ-քայլ իրականացվում է եւ իրագործվում է։ Այլ բան, որ մարդիկ, ովքեր հայտարարություն են անում, հետո պարզվում է, որ այդ հայտարարությունը սխալ փաստերի վրա է հիմնված լինեն, պետք է ունենան նույնքան քաղաքական կամք կանգնելու ասելու ժողովուրդ չեն գիտեք ինչ այդ փաստը, որի մասին ես խոսում եմ, պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չի։ Եթե այդպես է, խոստովանենք, որ այդպես է, եթե այդպես չի, խոստովանենք, որ այդպես չի։ Հայաստան ներմուծվող իրանական ցակման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում, որոշման համար հիմք է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումը։ Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։ Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերություն պետությունների միջև եւ արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև։ Այս մասին հրապարակում է կատարել Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանը։ Նա մասնավորապես նշել է. «Վերջին օրերի լարված իրադարձությունների ֆոնին ցանկանում եմ սկսել ամենակարևորից։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված ժամանակավոր հրադադարի վերաբերյալ համաձայնությունը կարևոր քայլ է, ուղղված տարածաշրջանային լարվածության նվազեցմանը եւ հնարավոր էսկալացիաների կանխմանը, սակայն կա ավելի խորքային եւ էական իրողություն։ Օրեր առաջ պատիվ ունեցա հյուրընկալելու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպումը անցավ բաց, անկեղծ եւ բովանդակային մթնոլորտում։ Քննարկեցինք տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցեր, Հարավային Կովկասյան վտանգության ճարտարապետությունից մինչև հայ-իրանական ռազմավարական համագործակցության խորացման հեռանկարները, հատկապես աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Այս մակարդակի դիվանագետի նշանակումը Երևանում հստակ ազդակ է, որ Իրանը իր արտաքին քաղաքական առաջնահերթություններում առանձնահատուկ տեղ է հատկացնում հայկական ուղղությանը։ Ուրախությամբ ուզում եմ նշել նաև, որ իմ լավ բարեկամը Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոհբանին նշանակվել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Սա նրա բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման արժանի գնահատականն է։ Վստահ եմ նա նոր պաշտոնում եւս կշարունակի ամրապնդել փոխադարձարգանքի եւ ռազմավարական գործընկերության վրա հիմնված օրակարգը։ Հայ-իրանական հարաբերությունները ավելին են, քան պարզապես դիվանագիտական կապերը։ Մեզ միավորում է ոչ միայն աշխարհագրությունը, այլև հիմնարար շահերի համընկնումը անվտանգության, ինքնիշխանության եւ տարածաշրջանային հավասարակշռության պահպանման հարցերում։ Իրանում հայկական համայնքը շարունակում է կարևոր կամուրջ լինել մեր ժողովուրդների միջև, լինելով Իրանի հասարակական կյանքի լիարժեք եւ ինտեգրված մաս, միաժամանակ պահպանելով իր ազգային ինքնությունը։ Չնայած արկա ճնշումներին ակնհայտ է, որ Իրանը թևակողել է մի փուլ, որը հեռանկարում միայն ուժեղացնելու է նրա ազդեցությունն ու դերը տարածաշրջանում։ Հետևաբար Հայաստանը պետք է ոչ միայն պահպանի հայ-իրանական համագործակցության ներկայիս մակարդակը, այլև այն հետևողականորեն խորացնի, վերաիմաստավորի եւ բարձրացնի երկարաժամկետ ռազմավարական գործընկերության աստիճանի։ Հայ-իրանական գործընկերությունը պետք է դառնա կայուն ռազմավարական դաշինքի օրինակ, որտեղ համընկնում են պետությունների շահերը եւ ժողովուրդների արժեքները, նշել է Արման Վարդանյանը։ Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կարծում է, որ անդրամաբանական է երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների հետ, երբ Վաշինգտոնը խախտել է համաձայնագրի մի քանի կարևոր կետեր, նույնիսկ արդեն բանակցություններից առաջ։ Խոսնակը նշել է, որ խախտումների թվում են Լիբանան ներխուժումը, Իրանի օդային տարածքի խախտումը եւ Իսլամական Հանրապետության կողմից ուրանի հարստացման իրավունքի մերժումը։ Բանակցությունների մեկնարկից առաջ խախտվել են հրադադարի համաձայնագրի 3 հիմնական կետեր։ Այս պայմաններում երկկողմ հրադադարական բանակցությունները անդրամաբանական են, եզրափակել է Ղալիբաֆը։ Քուվեյթի մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ դարձել են իրանական անօդաչու սարքերի հարձակման թիրախ, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Չորեքշաբթի լուսաբացից Քուվեյթի նավթային կորպորացիայի եւ էլեկտրաէներգիայի, ջրի ու վերականգնվող էներգիայի նախարարության իրավասության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ ենթարկվել են թշնամական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Իրանի ինտենսիվ հարձակումների, ասվում է հայտարարության մեջ։ Հարվածները հասցվել են մի քանի օբյեկտների, այդ թվում նավթային օբյեկտների 3
3 էլեկտրակայանների եւ աղազերծման կայանների, ինչը զգալի վնաս է հասցրել ենթակառուցվածքներին արտադրող սարքավորումներին, թորմանսյուններին եւ վառելիքի ամբարներին, իսկ մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանի կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի Աբրահամ Լինքոլն ավիակրի ուղղությամբ արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չեն հասել իրենց նշանակետերին։ Իրանը հարյուրավոր հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակեց մեր ավիակրի վրա։ Նրանք տարված էին դրանով, բայց նույնիսկ մոտ չեկան։ Այդ հրթիռներից յուրաքանչյուրը հեշտությամբ խոցվեց մղոն հեռավորությունից, ասել է նախարարը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է իր հարստացված ուրանը փոխանցել ԱՄՆ-ին։ Դա նախագահի եւ նրա բանակցային թիմի առաջնահերթությունների ցանկում առաջին տեղում է։ Մենք սկսում ենք երկխոսության հաջորդ փուլը եւ ինչպես ասացի սկզբում, դա կարմիր գիծ է, որից նախագահը չի նահանջի եւ նա վճռականորեն տրամադրված է ապահովել, որ դա տեղի ունենա։ Հուսով ենք, որ նա դրան կհասնի դիվանագիտության միջոցով, նշել է Լիվիթը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարին խնդրել են պարզաբանել, արդյոք Իրանի ներկայացուցիչները ազդանշաններ են ուղարկել, որ Թեհրանը պատրաստ է հանձնել իր միջուկային վառելիքը։ Այո, նրանք ուղարկել են, պատասխանել է մամուլի քարտուղարը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցին եւ Հայաստանի ընտրական գործընթացում ռուսական կողմի դիրքորոշմանը հայտնել է. Հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև։ Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ Հայաստանում սպասվող ընտրությունների համատեքստում ընդգծվել է ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումը։ Մենք չենք միջամտում այլ պետությունների ներքաղաքական գործերին։ Սա սկզբունքային դիրքորոշում է, եւ մենք Հայաստանում ունենք համակարգ, հատուկ հարաբերություններ, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում։ Մեզ միավորում է բազմազան կապերով հսկայական զանգված պատմություն, այդ թվում ընդհանուր քաղաքակրթություն։ Ռուսաստանը 2 միլիոնանոց հայկական սփյուռքի հայրենիք է, եւ Հայաստանը ունի բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են մեզ հետ կառուցողական համագործակցությանը, որովհետև դա նրանց պատմական էության մասն է։ Այդ կապերը պարզապես չեն կարող կտրվել, լքվել կամ այլ կերպ խզվել։ Հաշվի առնելով սա, մենք բնականաբար չենք կարող անտեսել հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները եւ հույս ունենալ, որ ռուսական ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի քաղաքացիների կամքի արտահայտմանը։ Այսինքն մենք կրկին չենք խոսում ներքին գործերին միջամտելու մասին, մենք հիմա քննարկում ենք։ Ապրիլի 8-ին տեղի է ունեցել նաև ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին մասնակցության եւ առաջիկա ընտրություններին ընտրական ցուցակի առաջին 36 տեխնացուների ցանկը հաստատելու մասին հարցերը։ Համագումարի ընթացքում ներկայացվել է Դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 տեխնացուի անունները։ Դաշինքի ընտրական ամբողջ ցուցակը կներկայացվի ապրիլի 11-ին։ Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 3 տեխնացուներն են Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը նշանակվել է Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Իրանի պատվիրակության ղեկավար։ Այս մասին հայտնում է Իսնալ լրատվական գործակալությունը։ Լրագրողների տվյալներով փոխնախագահ Ջեյ Դ. Վենսը կլինի ամերիկյան կողմի գլխավոր բանակցողը։ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ սկսվել է Իսլամական Հանրապետության դարաշրջանը։ Այսօր պատմության մեջ մի էջ է շրջվել, աշխարհը ողջունում է իշխանության նոր բևեռը, մեկնարկել է Իրանի դարաշրջանը, հայտնել է փոխնախագահը։ Ռուսաստանը հանդես է եկել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման օգտին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է ապահովի բոլոր կողմերի շահերի պահպանմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով ներկայում փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը եւ այդ պայմաններում կարեւոր է հասնել տարածաշրջանի կայունացման, հիմնված բոլոր երկրների շահերի հավասարակշռության վրա։ Մենք ցանկանում ենք Մերձավոր Արևելքի խաղաղեցում, ներառելով ինչպես Իրանի, այնպես էլ նրա հարևանների շահերը, նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանը դիմել է Վաշինգտոնին, խնդրելով դադարեցնել ռազմական գործողությունները։ Հեքսեթի խոսքով Իրանը տասնամյակներ շարունակ սպառնալիք է եղել ԱՄՆ-ի համար, սակայն իրավիճակը փոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ։ Իրանը աղաչում էր հրադադար, եւ դա բոլորին հայտնի է, նշել է Պենտագոնի ղեկավարը։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության ընթացքում հրադադարի ռեժիմը։ ԱՄՆ-Իրան հակամարտությունը դադարեցված է, ինչպես եւ կանխատեսվում էր, երկու կողմերն էլ հաղթանակ հայտարարեցին։ Ուրեմն ով հաղթեց, առաջին հերթին առողջ բանականությունը, որի հանդեպ հավատը լրջորեն խաթարվեց Սպիտակ տան հայտարարություններով, իրանական քաղաքակրթությունը մեկ օրում ոչնչացնելու մասին, ասել է քաղաքական գործիչը։ Նա նշել է, որ այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 10 կետանոց ծրագրին, հաջողություն է իրանցիների համար։ Վերջինիս խոսքով միակ հարցը այն է, արդյոք Վաշինգտոնը կհամաձայնի դրան, չէ՞ որ ԱՄՆ-ի արչև դրած պահանջները ներառում են Իրանին հասցված վնասի փոխհատուցում, միջուկային ծրագրի շարունակություն եւ Թեհրանի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ, որը մեծ նշանակություն ունի Թրամփի համար։ Առաջին նավերը Հորմուզի նեղուցով մտել են Օմանի ծոց ապրիլի 8-ի առավոտյան, ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունից հետո, հայտնում է Marine Traffic նավերի հետևման ծառայությունը։ Ծառայության տվյալներով հունական Angie Earth բեռնատար նավը նեղուցահատել է ժամը 8:44-ին, Երևանի ժամանակով 12:24-ին եւ այժմ գտնվում է Օմանի ծոցում։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը մեկնել է Իրանի Բանդար Աբաս նավահանգստից եւ նեղուցով անցել ժամը 6:59-ին, Երևանի ժամանակով ժամը 10:59-ին։ Ծառայությունը նաև նշել է, որ Պարսից ծոցում ներկայումս գտնվում են մի քանի 100 նավեր, այդ թվում 426 տանկեր եւ ավելի քան 50 գազատար։ Իրանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում պատճառված վնասները կփոխհատուցվեն ստեղծված հատուկ ներդրումային հիմնադրամից, հաղորդում է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը, հողում անելով Թեհրանի կողմից ներկայացված հրադադարի պայմանների ամբողջական տեքստին ծանոթ աղբյուրին։ Հրադադարի վերջնական շրջանակը սահմանող ծրագիրը ներառում է վնասի փոխհատուցում ազգային ներդրումային հիմնադրամի ստեղծման միջոցով, ասվում է հայտարարության մեջ։ Այս հիմնադրամի կառուցվածքի կամ կառավարման վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Հակամարտության ընթացքում իրանական ուժերը վնասել են ամերիկյան դեսանտային նավ եւ ավիակիր, ստիպելով նրանց նահանջել Հնդկական օվկիանոսի խորքերը։ ԻՀՊԿ-ն այս հայտարարությունը արել է իրանական խոստում 4 գործողության 100-րդ ալիքի վերաբերյալ իր զեկույցում։ LHA-7 դեսանտային նավը հարվածել է թևավոր հրթիռներով։ Այն նահանջել է Հնդկական օվկիանոսի խորքերը, վնասվելուց եւ հրդեհվելուց հետո։ Անօդաչու թռչող սարքերը նաեւ հարվածել են CVN-74 ավիակրին։ Վնասվելուց հետո այն նահանջել է Հնդկական օվկիանոսի խորքերը, ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ Եղանակը առաջիկա օրերին։ Ապրիլի 9-ից 13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային եւ առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-ից 10-ը 12-ից 13-ը ձյան եւ թացձյան, հովտային գոտիներում անձրևի տեսքով, առանձին վայրերում սպասվում է ամպրոպ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Ապրիլի 9-ից 10 առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 24-ից 27 մետր վարկյան արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսյալ ճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ից 3-ը 10-ի գիշերը կնվազի 5-ից 7 աստիճանով։